Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին անջատել Ռուսաստանից։ Ըստ նրա, Մոսկվան հնարավոր բոլոր միջոցներով կկանխի այդ փորձերը։ Այս հայտարարությունն առնչություն չունի դիվանագիտության հետ։ Սա քաղաքական սադրանք է ուղղված ինքնիշխան երկրներին։ Սա ուղիղ սպառնալիք է անկախ պետություններին։ Քաղաքական բառապաշարի մեջ այս միտքը հնչում է շատ պարզ։ Մենք թույլ չենք տա, որ դուք ինքնուրույն լինեք։ Սա Մոսկվայի հերթական փորձն է ճնշելու, վախեցնելու եւ զրկելու երկրներին սեփական ընտրությունից։ Լավրովի հայտարարությունը կառուցված է շատ յուրահատուկ տրամաբանությամբ։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում Հայաստանը, չեն կարող ընտրություն ունենալ։ Այդ երկրները չեն կարող գործընկերներ ունենալ, նրանք պետք է միայն ենթարկվեն։ Ռուսաստանը շարունակում է Հարավային Կովկասը, այդ թվում եւ Հայաստանը ընկալել ոչ թե որպես ինքնիշխան պետությունների տարածք, այլ սեփական ֆորպոստ։ Հայաստանը գավառ չէ, պրոտեկտորատ չէ, այլ երկրի կցորդ չէ։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում է Երևանում։ Անցել են այն ժամանակները, երբ մեզ քաղաքականություն էին թելադրում Մոսկվայից։ Եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել ներկայությունը տարածաշրջանում, դա կարող է անել միայն գործակցության եւ հավասար գործընկերային հարաբերությունների միջոցով, եւ ոչ թե ճնշմամբ եւ սպառնալիքով։ Այս պարզ ճշմարտությունը Ռուսաստանում չհասկացան կամ գուցե չեն ուզում հասկանալ, որովհետև ռուսական քաղաքական համակարգը աշխարհը շարունակում է ընկալել գոտիներով եւ վասալներով, որտեղ ազատություն ունեցող պետությունները համարվում են սպառնալիք, այլ ոչ թե գործընկեր։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։